Հանրապետական Հակոբ Հակոբյանին անհնազանդության միջոցով իշխանափոխություն անելու ոչի ճակատի կոչերը չեն անհանգստացնում։ Եթե անհանգստանալու բան լինի, ոստիկանությունը կասի իր խոսքը, հարցն այն է, կա իշխանափոխության պահանջ, եթե նման պահանջ կա, թող անեն։ Դա առաջինը չի, առաջին անգամ չի, որ ասում են, եւ վերջինը չի լինելու։ ԱՅՈ-ի շտաբի անդամ Կարեն Կարապետյանը բառ անգամ չի ուզում լսել ընդդիմության նոր գործողությունների մասին։ Անցանք առաջ Հանրապետական Հովհաննես Սահակյանն այս գլխից զգուշացնում է, սահմանադրական կարգի տապալումը հեղաշրջում է, դա օրինական չէ։ Ես թող չեմ տա, որպես անցնեն կոնկրետ գործողություններ։ Դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն սկսելու կոչերը պարոն Սահակյանն առայժմ համարում է նախընտրական հնարք, քարոզարշավների ժամանակ նման բաներ լինում են։ Բայց եթե այդ կոչերը վերածվեն արդեն կոնկրետ գործողության, իհարկե դրանք պետք է ունենան իրենց հետևանքները։ Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է, հեղափոխություն անողը մենք ենք, արմատապես փոխում ենք կառավարման համակարգը։ Մարդուն վերացնելու խնդիր ես չունեմ, ես մարդու դեմ չեմ անում։ Ես անում եմ այս երևույթները վերացնելու իմաստով։ Սակայն ոչի ճակատն ասում է, որ երբևէ չընտրված իշխանությունը չի կարող լեգիտիմ հանրաքվե անցկացնել։ Միտեղ պետք է նոր էջից սկսել, թե չէ։ Հիմա ոչ լեգիտիմ, թե լեգիտիմ, այս խոսակցությունները արհեստական են։ Ինչ վերաբերվում է ոչի ճակատի սկսած իշխանափոխությանը, պարոն Ռուստամյանն ակնկալում է, որ ընդդիմությունը կմնա օրինականության դաշտում։ Եթե կգործեն օրինականության մեջ, իշխանությունը որևէ քայլ իրավունք չունի անել։ Եվ սա կլինի ամենամեծ սխալը իշխանությունների կողմից։ Եթե ընդդիմությունը գնա այնպիսի քայլերի, որ օրինական դաշտից դուրս գա, անօրինական քայլերի դիմեն, սա հնարավորություն կտա իշխանություններին համապատասխան արձագանքելու, կիրառելու իրենց լիազորությունները։